Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը և իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, շաբաթվա ընթացքում ենք տեսնում ենք զարգացումներ, կրկին եկեղեցու շուրջ է զարգացումները։ Ինչու են ծավալվում եկեղեցու շուրջ այս զարգացումները, երբ տեսնում ենք վարչապետը իր մոտ ընդունում է եպիսկոպոսներին և զրույց է տեղի ունենում և այդ զրույցը կարծես թե մնում է գաղտնի։ Ինչ սպասել։ Տեսեք, եկեղեցին մեր պատմության մեջ ամենահնագույն կառույցն է և մշտապես եղել է կանգուն, չնայած բազմաթիվ խոչընդոտների, հալածանքների և այլ այս կարգի գործողությունների մեջ եկեղեցին միշտ մնացել է կանգուն և ամբողջ ընթացքում տարբեր երկրներ, թշնամական երկրներ, նույնիսկ թվացյալ բարեկամ երկրներ միշտ աշխատել են, որ եկեղեցու դերը նվազեցնեն և եթե հնարավոր է իհարկե դա ընդհանրապես ոչնչացնեն հայ առաքելական եկեղեցին ու քրիստոնեությունը որպես առաջի պետական կրոն ընդունող պետություն, այդ կարգավիճակը մեր ձեռքից վերցնեն։ Մի հատ այս տեսանկյունից եթե մենք նայենք, հետո ավելի մանրամասն խոսենք, որ պետություններին է ձեռք տալիս, որ քրիստոնեությունը ընդհանրապես խայտառակվի և մասնավորապես հայերի ձեռքից այդ կարգավիճակը վերցնեն և որը վերաբերվում է նրան, որ մենք պետականորեն ընդունել ենք քրիստոնեությունը և ըստ էության դարձել ենք քրիստոնեությունը տարածող ամենագլխավոր ազգերից մեկը, եթե ոչ ամենագլխավոր։ Եվ այսպիսի մի հետաքրքիր բան կա, պարզվում է, որ այդ տարածողներից մնացել ենք միայն մենք, որ հավատարիմ ենք մնացել մինչև վերջ քրիստոնեությանը և այդ խաչը մենք կրում ենք, ցավոք սրտի մեծ կորուստներով, բայց անդավաճան այդ խաչը կրում ենք։ Հիմա տեսեք, ովքեր են այն պետությունները, որոնք ուզում են, որ դա չլինի։ Ամենայն պարզ հաշվարկով, պարզ դիտողությամբ եթե նայենք, տեսնենք, որ այդ երկրների առաջի շարքում գտնվում է Թուրքիան, գտնվում է Ադրբեջանը, գտնվում է Պակիստանը, գտնվում է ցավոք սրտի Իսրայելը, այն երկրները, որոնք ուզում են, որպեսզի այդ կարգավիճակը հայերի ձեռքից վերցնեն։ Եվ այդպես միշտ եղել է, միշտ աշխատել են այդ ուղղությամբ, իհարկե չի հաջողվել, ես վստահ եմ, որ հիմա էլ չի հաջողվելու, բայց պատմության ընթացքում հազվադեպ դեպքեր ա եղել, որ հայոց պետության ղեկավարները ակտիվ մտել են այդ գործի մեջ, այսինքն ըստ էության փորձել են իրականացնել այն, ինչի մասին որ ես խոսեցի նոր։ Ցավոք սրտի մենք հիմա դրա ականատեսն ենք։ Տեսեք, դուք նշում եք տարբեր վարկածներ, որոնք ավելի խորքային բնույթ են կրում, սակայն ներկայացվում է իբրև եկեղեցու նորոգում, եկեղեցու մեջ, այսպես ես չեմ ուզում այդ կրոնական տարբեր իրավիճակների խախտում, չեմ էլ ուզում նշել նման բաներ, անձնական կյանք պետք է չլինի եւ այլն։ Այս պարագայում փաստացի մենք տեսնում ենք ավելի խորքային գործընթացներ են տեղի ունենում եւ ինչի սпасել ի վերջո սրան ինչ կհետևի ձեզ։ Տեսեք, ինչու ես սկսեցի այդ ժամանակահատվածից ավելի խորքային, նայեք, եվրոպական մասը քրիստոնեական աշխարհի լուրը իրանք չեն խոսում, իրանք լուր են, իրանք նպաստում են, որպեսզի այս խոսացողները, ովքեր եկել են մեջտեղ, խոսեն, որովհետև դե եվրոպական քաղաքականությունը դա է պահանջում, որ մշտապես ցույց տալով թե իբր մեր բարեկամներն են, բայց իրականում աշխատել են մեր դեմ։
եւ մեր ազգային արժեքներից ամենակարևորը դա մեր եկեղեցին է, մեր հավատն է։ Հիմա տեսեք, այսպես կոչված փաշիզադեը ինչ մի երևույթ կա, որը հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին գլխավոր խոչընդոտն է եւ թշնամին է այս տարածաշրջանում։ Եթե մեր թշնամին մեզ համարում է հակառակորդ, դա նշանակում է, որ իրական արժեքը մեր եկեղեցին է եւ ասում է, որ պետք է հայ առաքելական եկեղեցին ընդհանրապես ասպարեզից վերանա, այստեղ շատ արագ մեր իշխանությունները կամ այսպես կոչված իշխանությունները սկսում են իրականացնել թշնամու թեզը, որը ասում է, որ առաքելական եկեղեցին վատն է։ Բայց քանի որ իրանք լավ հասկանում են, որ առաքելական եկեղեցին հետ էլ վատը չի, նույնիսկ շատ լավն է, որ թշնամին հակառակ է խոսում մեզ, որովհետև նա թշնամի է, նա խոսում է այն բաների մասին, որը իրանց համար, իրանց կարծիքով վտանգավոր է, իսկ դա նշանակում է, որ մեր համար լավ է, այսինքն դա մերն է, դա մենք ենք։ Հիմա տեսեք, նրանք ասում են, որ պետք է առաքելական եկեղեցին շարքից հանել, պախարակել, խայտարակել, փնովել, ինչ հնարավոր է անել, ուղղակի թուլացնել, ոչնչացնել։ Սրանք փորձ արեցին եւ հատուկ տգետների համար ասեմ, որ այդ հեքիաթներին, որ իրանք Գյուլնաստատի հեքիաթներին, որ հավատում են, թե իբր թե եկեղեցին մաքրում ենք բան եւ այլ, ինչով եք մաքրում եկեղեցին, ակնհայտ փաստ։ Այս շաբաթվա ընթացքում մենք տեսանք այն մաքրողները ովքեր էին։ Այդ 8 սրբազանները, այսպես կոչված, չէ, ըստ էության հուդաները, որոնք գնացել էին հանդիպման, ովքեր էին նրանք։ Նրանց ամեն մեկի անձնական գործը, եթե նայես, դա խայտարակություն է, դա այլանդակություն է։ Նույնիսկ պետք է ուրախ լինել, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ուղղակի բացահայտեց նրանց։ Եկեղեցին ավելի մաքուր դարձավ։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ է։ Եվ հիմա սրանք իբր թե մաքրում են եկեղեցին։ Իբր թե բարեփոխում են, իբր թե մաքրում են, բան, դա ակնհայտ փաստ է, որ դա այդպես չի։ Խնդիրը դրված է առաքելական եկեղեցու դիրքերի թուլացումը համաշխարհային process-ների մեջ։ Արդյոք սա եկեղեցուն ներսում ճեղքում բերել չէ։ Նայեք, եկեղեցու դեմ, տեսեք, պետության դեմ, մեր պետության դեմ, հայկական պետության դեմ մշտապես աշխատել են մեր դեմ ուժերը, մշտապես աշխատել են։ Իրանք այնտեղ հոապուշներ չեն, այնտեղ մարդիկ են, որոնք նստած են, խելացի մարդիկ են, որոնք հաշվում են։ Ինչ պետք է անել, որ թուլացնենք հայկական պետությունը։ Թուլացնելու համար ինչ է պետք անել։ Մի քանի բաներ։ Հայերի պարագայում դա ընտանիքն է, եկեղեցին է, հավատն է եւ այլը, այս կարգի մշակույթը բան եւ այլ։ Բայց այս ամեն ինչին ինչ որ արեցին, որոշակի հաջողություններ կիսատ պրատ ունեցան, ամենակարևոր բանը դա եկեղեցին է, որովհետեւ միայն եկեղեցին եւ մշակույթը համաշխարհային արժեք են եւ մասնավորապես եկեղեցին, որը գործուն է եւ մնում է մինչեւ այսօր, տեսեք, մեր իրականության մեջ, մեր ազգային իրականության մեջ չկա այդպիսի կառույց, որը 132 անգամ ընտրվի։ Այսինքն հետևողականորեն գիծը տանելով գալիս է եկեղեցին եւ մեր վեհապարները բոլորն էլ լավն են եղել, բոլորը առանց բացառության եւ մի քիչ ավել, մի քիչ պակաս, եթե մեկը մի ինչ-որտեղ մի քիչ թերացել է, բայց մի այլ տեղ շատ ավելին է արել եւ այլ, ամեն դեպքում այդ ամեն ինչը արվել է, փակվել է եւ Աստվածը հաճո է եղել այդ գործունեությունը։ Չկա մի երևույթ, որը այսօր ենթադրենք այս իշխանավորները, որ փորձում են վարկաբեկել եկեղեցուն, չուլան են դարձնում, չգիտեմ ինչ հեքիաթներ են պատմում, բան եւ այլը, որը անհեթեթ բաներ է։ Չկա մի տեղ, որ առաքելական եկեղեցին
եկեղեցու կանոններով ստանձնած պարտավորությունները չի կատարում, չկա տենց բան։ Աշխարհում լավագույն կատարողներն են քրիստոնեության առումով, այն ինչ որ իրենք պարտավորված են կատարել, դա կատարում են։ Պահելով քրիստոնեական բոլոր սկզբունքները, ամբողջ աշխարհի քրիստոնյաները նայում են եւ օրինակ են վերցնում հայ առաքելական եկեղեցու։ Բազմաթիվ ելույթներ են եղել կաթոլիկ աշխարհում, որոնք օրինակ են բերում հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասին եւ մեր վեհափառին, սրբազաններին, եպիսկոպոսներին, arczepiskopոսներին, որոնք օրինակ են բարոյականության, օրինակ են նվիրվածության, հերոսության։ Այդպիսի շատ քիչ դեպքեր կան աշխարհում։ Միշտ մենք օրինակ ենք եղել, միշտ։ Դա շատ մեծ եւ հզոր բան է։ Վատիկանը մինչև այսօր հարգանքով է վերաբերվում հայ առաքելական եկեղեցուն, նույնիսկ որոշ չափով նախանձով։ Եվ հանկարծ պարզվում է, որ ինչ որ մի խումբ, որը իշխանության է հայտնվել եւ բազմաթիվ խնդիրներ է առաջացրել մեր ազգի համար, բազմաթիվ խնդիրներ։ Հանկարծ հիմա որոշել է, որ պետք է եկեղեցին բարեփոխի։ Նախ ժամանակը շատ վատն է բարեփոխելու համար։ Գիտեք, այն հայտնի ասացված կա, էլի կամրջի վրա ձիերին չեն փոխում։ Եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ շարժվենք։ Մենք հիմա այն վիճակում չենք, որ պետք է վեհափառի հրաժարականը պահանջենք եւ ինչ որ բան թակարակ պետք է ամուր կանգնենք եկեղեցու շուրջը, որովհետեւ դա միակ հենարանն է, որի վրա կարելի է հենվել եւ մեր ազգի ապագան նորից կառուցել։ Հիմա իրենք այդ սուրբ տեղին են գտնում եւ այսպեսի մի բան են առաջ քաշում, իբր թե եկեղեցու հետ գործ չունեն, իրանք եկեղեցու մասին չի խոսքը, կոնկրետ հոգեվորականների մասին։ Այո, կոնկրետ հոգեվորականներ կան, այդ 8 հոգեվորականը զբաղվեք դրանցով, եթե դուք այտենց որոշել եք հոգեվորականներով։ Վեհափառ հայրապետի հետ ինչ գործ ունեք։ Վեհափառ հայրապետը մեր ազգի դեմքն է, չկա այդպիսի մարդ, որը չունենա թերություններ, անթերի միայն գիտենք ով է, բայց վեհափառ հայրապետը մի շատ կարևոր բան է անում։ Ես հիմա ստիպված եմ դրա մասին խոսել, որովհետև պետք է խոսել դրա մասին, որպեսզի մեր հասարակությունը տեղյակ լինի եւ հասկանան, որ դա հենարան է, հենասյուններից մեկն է։ Եթե ոչ ամենագլխավոր հենասյունն է, եթե սա խալխլեն, ոչնչացնեն, մեզանից բան չի մնա ուղղակի բան չի մնա մեզանից։ Հիմա տեսեք, այսպեսի մի հետաքրքիր փաստ ասեմ, որպեսզի ժողովրդին ավելի հասանելի լինի, որովհետև շատերը կան, չգիտեմ, միտումնավոր երևի անդադ ինչ-որ կոմենտներ են գրում, իբր թե ուզում են մաղ, բայց իրանք իրականում ոչ մի կապ չունեն եկեղեցու հետ, քրիստոնեական աշխարհի հետ։ Մի քանի փաստեր ուղղակի ասենք, որպեսզի ժողովուրդը լավ պատկերացնի։ Նայեք, մարդկանց հետ երբ որ խոսում ես, անդադ համեմատություն են անում Վազգեն առաջինի հետ, որ Վազգեն առաջինը հայր սուրբը բան եւ այլը, իհարկե, այո, շատ հայր սուրբը, շատ պարկեշտ անձնավորություն էր, շատ լավ մարդ էր եւ այլ եւ այլ։ Բայց Վազգեն առաջինի օրոք այս նույն մեր վեհափառ հայրապետը Գարեգին երկրորդը եղել է շատ բարձր կարգավիճակում, անընդհատ բարձրացել են կարգավիճակը, անընդհատ հարգել են, անընդհատ տեղ են տվել, հնարավորություն են տվել, որպեսզի դրսևորվի եւ վերջո վերել են հասցրել են աստիճանի, որ դարձել է վեհափառ հայրապետը մեր։ Նույնիսկ վերջին ընտրությունների ժամանակ, երբ որ կհիշեք Գարեգին Կիլիկիո թեմի կաթողիկոսը երբ որ ընտրվում էր, որ ընտրվեց շատ կարճ ժամանակ կառավարեց, այսպիսի մի դեպք եղավ, երբ որ ընտրության ժամանակ վեհափառ հայրապետը իր տեխնացությունը հանեց ի օգուտ Գարեգինի Կիլիկիո թեմի, որպեսզի նա ընտրվի կաթողիկոս, եւ նա ընտրվեց կաթողիկոս։ Այսինքն նույնիսկ բարոյական առումով քրիստոնեաբար եւ ճիշտ գնահատելով իրավիճակը անձնազոհություն կատարեց եւ հնարավորություն տրվեց, որ եկեղեցին չպարակտվի։
Հետո ինքը դարձավ վեհապար։ Այսինքն այս ահռելի ճանապարհ անցած մարդուն այսօր ուզում են փոխեն, որը համաշխարհային կարգավիճակ ունի, աշխարհի շատ բարձր գլոբալ աշխարհի բարձրագույն մարմիններում մենք լուրջ կարգավիճակ ունենք իդեմս մեր կաթողիկոսի վեհապար հայրապետի եւ հիմա այդ մարդուն փոխելով կամ վարկաբեկելով այդ մարդուն մենք վնասում ենք մեզ մեր ազգին եւ մեր ընդհանուր գործերին։ Տեսեք ինչ կստացվի, վարկաբեկելով վեհապարին հանելով այնտեղ մնալու է դատարկ, այդ տեղը մեզ չեն տալու էլ, որովհետեւ ամբողջ աշխարհը սպասում է դրան, որ մի փոքր սայթակում լինի առաքելական եկեղեցու կողմից, վեհապարը հանգարց ոտ ընդեղից քաշի ու վերջ, այնտեղ փակվելու է մեր համար։ Այլ բաներ են լինելու եւ այլ ծրագրեր են լինելու, մեզ դուրս են գցելու գլոբալ աշխարհից։ Տարբեր տեղերից հանել են, շատ լավ տիպիկ օրինակ է, հիշեք հապկի օրինակը։ Ինչ էին ասում մինչև հապկի քարտուղարին փոխելը։ Ասում էին, որ հապկի քարտուղարը, քանի որ հապկի քարտուղարը մերն էր, չէ՞։ Մեր ներկայացուցիչներ։ Սկսեցին վարկաբեկել մարդուն, հանեցին, իբր թե հանում ենք, փոխենք բան, հանեցին ու տեղը չտվեցին մեզ այլևս, վերջ։ Վերջացավ, արդյունքում պատերազմում կրվեցինք, պարտվեցինք, որովհետև մեր ելներ հապկի քարտուղարը հաստատ հապկը այդպես չէր պահի իրեն։ Հիմա սրա պատասխան ով է տալու։ Ով է վարկա, ով է մեր ձեր մյուսների Հայաստանի Հանրապետության բոլոր մնացած քաղաքացիների իրավունքները ասած վերցրել է խաղում է իր համար։ Ինչ որ մի հատ խմբակ վերցրել է խաղում է, ամենայն հայոց վեհապարի հեղինակության հետ են խաղում։ Գիտեք, մենք բազմիցս ենք ականատես եղել, երբ հեղինակությունները, ովքեր հայ ազգի համար շատ կարևոր են եղել, շատ արագ իրենք արժեզրկել են։ Հիմա հարցը ուզում եմ ուղղել ձեզ հետևյալ կերպ. արդյոք այլևս անելու ոչինչ չունի ներկայիս իշխող իշխանությունը բարեկարգելու, բարենորոգելու, չգիտեմ, նման կերպ բարելավելու, նույնիսկ ինչպես ուզում են թող կոչեն, այլևս գործ չունի արտաքին քաղաքական դաշտում տնտեսության, կրթության, առողջապահության, սոցիալական, էլ չեմ նշում բազում խութեր ու ոլորտներ, որոնք կիսատ են, անկատար են եւ այսօր տեսնում ենք նշաձողերը բավականին իջած են։ Այս գործերը թողած ընկնում են եկեղեցու հետևից, որինչ։ Ակնհայտ է, որ բոլոր ուղղություններով խնդիրներ է առաջացած եւ որևէ հաջողություն չկա լուրջ։ Այս մարդիկ հիմա ճանապարհ են գտել, իրենց զբաղմունք են գտել իրենց եւ ընկել են եկեղեցու հետևից եւ մտածում են, որ սրանով քարոզ արշավ են իրականացնում նաեւ։ Արդյոք սա շեղում չէ դիտակետը ժողովրդի։ Իհարկե շեղում է եւ հոգեվոր բաների հետ ժողովրդի խաղալով փորձում են նորից իրականում պարակտեն մեր հասարակությանը, որովհետև այս մարդկանց գործողությունները պարակտի չեն, բոլոր ուղղություններով պարակտում է գնում։ Փոխանակ սիրո եւ համերաշխության ինչ գաղափարը, որ իրանք եկել էին, այդ գաղափարները տարածվեն մեր ժողովրդի մեջ, մեր մոտ տարածում են ատելության ռոպագանդա է Հայաստանում գնում, հասկանում եք ինչ է կատարվում։ Ատելության ռոպագանդա։ Այդ եվրոպական կառույցները, որ տենց սիրուն նստում են Եվրոպայում մեծ թեմաներից խոսում են, ժողովրդավարությունից են խոսում։ Այսինքն սրանց համար երկակի ստանդարտներ է գործում։ Ոնց կարաք դուք տեսնեք ինչ է կատարվում երկրում ու դա համարեք նորմալ ու լուր մնաք, հա, քաղաքապետարների ահռելի թիվ Հայաստանում։ Հայաստանը երևի աշխարհում առաջի պետությունն է հիմա, որտեղ կան քաղաքապետարներ, որոնք քաղաքական խոսքի համար դատվում են։ Այն էլ հոգևորականներ։ Հոգևորականներ են դատվում։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Չկա աշխարհում տենց կետ։ Ամբողջ երկրագունդը գլոբուսը վերցրեք, աշխարհում չկա տենց կետ, որտեղ այս կարգի բաներ է կատարվում եւ աշխարհը լուր է։ Հիմա ես դիմում եմ օրինակ բանին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Ռուսաստանի նախագահ Պուտինին, իհարկե Մինսկի խմբի 3 երկրներ եք։ Դուք չեք տեսնում ինչ է կատարվում Հայաստանում։ Ինչ է, դուք քրիստոնեական աշխարհից չեք, դուք քրիստոնյաներ չեք։ Դուք չեք, որ հայերի միջոցով չեք քրիստոնյա դարձել դուք։ Հայերի միջոցով եք դուք իրականությունը հասկացել եւ հետագայում հասկանալու եք էլի նորից։ Հիմա դուք հասկանում եք, այն բնորանը փչացնում են ու պղծում են։ Այդ հասնելու է ձեզ, ոնց ուզում եք հաշվեք։ Մեկը հայտարարում էր, որ ինքը քրիստոնյաների պաշտպանն է։ Մեկը հայտարարում էր, որ հայ ազգի պաշտպանն է։
մեկը հայտարարում է, որ հայկական պետության պաշտպանն է, դուք բոլոր երեքով էլ ըստ էության հայերի մասին խոսում եք։ Ու հիմա երեքդ էլ լուր եք։ Հիմա ես ուզում եմ, որ դուք դիրքորոշում արտահայտեք։ Ասեք, որ հա, ասենց է, սխալ է, կամ հռոմի պապ, ինչ ես լուր։ Ինչ ես դու լուր։ Ասենք վեհապար հայրապետը, որը քրիստոնեական աշխարհում հատուկ ընդգծված կարգավիճակ ունի, այսօր հարձակվել են այդ մարդու վրա ու եկեղեցու վրա, ինչ եք դուք լուր, ինչ եք մտածում, թե ձեզ թվում է դուք փրկվելու եք, այդ քրիստոնեությունը, որ դուք քարոզում եք, աշխարհում եք, այդ հիմնականը որտեղից է եղել, որտեղ եք դուք այդ տեսել, որտեղ եք սովորել, որտեղ եք հասկացել, որ քրիստոնեությունը նաև կարա պետական կրոն դառնա, որ քրիստոնեությունը ամենապնդում է պետությունը, այդ Հայաստանում է եղել, բնորանն է, հիմա բնորանում կռիվ է, բնորանում կռիվ է, չար ուժերը մտել են բնորան ու խառնում են բնորանը, ստեղ խառնվեց, աշխարհը քանդվելու է, ոնց ուզում եք հաշվեք, ու կտեսնեք, հիշեք այսօրը, եթե հանգարց, ես կարծում եմ, որ դա տես չի լինելու, եթե հանգարց այդ հաջողությունը եղավ, ուրեմն իմացեք աշխարհի քանդվելու process-ը սկսեց։ Այդ եվրոպական քրիստոնեական աշխարհը հանգիստ չի նստելու իր տեղը։ Այստեղ նստած բոլոր դեսպաններին դիմում եմ։ Այդ երկակի ստանդարտներին վերջ տվեք։ Տերորիստին սարքում եք դեմոկրատ, ժողովրդավար, տանում եք, մեծարում եք, իսկ քրիստոնեության սկզբունքները, որտեղ որ քրիստոնեությունը կա եւ որտեղ որ պետք է պահպանել, որտեղ քրիստոնյա լինելու համար մարդկանց ենթարկում են պատասխանատվության, սրբազան լինելու համար պատասխանատվության են ենթարկում, դուք ձեր չեք անում, ծտուն չեք անում։ Ես չեմ հասկանում, դուք ինչ եք մտածում, դուք ինչով եք մտածում ընդհանրապես։ Եթե իհարկե մտածում եք, էլի, բայց այդ մի կողմ թողնենք։ Խնդիրը մենք, մեր մեջը, փառք Աստծո մեր հասարակությունը շատ լավ հասկանում է այդ ամեն ինչը։ Իրականում մեր ժողովուրդը մեր եկեղեցու հետևորդն է եւ մեր վեհապար հայրապետին ընդունումը այդ թերությունները այն կարգի չեն, որի համար արժի վեհապար հայրապետին ու եկեղեցին այս կարգի փնովել ու փչացնել ու խայտարակել։ Ընդհակառակ, հիմա պետք է եկեղեցու կողքը լինել, վեհապար հայրապետի կողքը լինել, ամուր պահել եկեղեցին, վեհապարը ինքը իրան ճիշտ է պահում, չի իջնում այս մակարդակի, սրանք դրանից գժվում են, որ ինքը չի իջնում այդ մակարդակի եւ չի մտնում իրանց մեջ, իրանց այդ բանավեճի մեջ, եւ ես կարծում եմ եկեղեցին ունի այդքան ուժ, որ կարողանա ինքը իրան պաշտպանի, բայց նաեւ դիստանա մեր ժողովրդի աջակցությունը, ամենայն հայոց վեհապար հայրապետը Գարեգին երկրորդը շատ կարևոր մի բան արել մեր եկեղեցու համար։ Ինքը համարվում է շինարար եւ ինքը շինարարա եկեղեցու բուն իմաստով եւ ամենտեղ եկեղեցաշինությունը զարգանում է։ Ես ընդհանրապես ձեզ մի օրինակ բերեմ, երբ որ Ռուսաստանում նշանակվեց եզրասրբազանը, Ռուսաստանում գործում էր ընդամենը 8 եկեղեցի, առաքելական 8 եկեղեցի, որոնք կիսաքանդ եւ վատ վիճակում էին։ Հիմա 80-ից ավելի եկեղեցի է գործում Ռուսաստանում եւ բոլորը բարեկարգ վիճակում, կրթօջախներով, հոգեվոր կյանքը զարթոնք է ապրում։ Եվ բոլոր մնացած տեղերում եւ մեր ժողովուրդը մեծ քանակությամբ այցելում է եկեղեցի, ի տարբերություն կաթոլիկ աշխարհի, որտեղ եկեղեցիները փակվում են, որովհետեւ այցելություն են։ Այս մարդիկ չեն հասկանում, որ ձեր բնորանը Հայաստանն է, հայ առաքելական եկեղեցին է, քրիստոնյա աշխարհը ստեղ է։ Ստեղից է սկսելու, աշխարհի դրական բևերը ստեղ է։ Եվ մեր հայրենակիցը Գերմանը Լալայան շատ ճիշտ էր ասում, որ աշխարհը ամեն ինչ ընդհանրապես ունի երկու բևեր, դրական եւ բացասական։ Հիմա բացասականը չեմ ուզում ասեմ ովքեր են, բայց դրական բևերը հաստատ Հայաստանն է եւ Հայաստանից է սկսելու վերելքը, մարդկության վերելքը։ Իսկ դրա մեջ շատ մեծ եւ շատ կարեւոր դեր ունի հայ առաքելական եկեղեցին, հետեւաբար մենք ճիշտ պետք է կողմնորոշվենք եւ հետեւություն անենք սրանից։ Մեր ճիշտ կողմնորոշվելուց կախված է աշխարհի բոլոր մարդկանց ճակատագիրը, այդ թվում նաև մահմեդական աշխարհի։ Տեսեք,
դուք համեմատությունները ձեր մեծ եք, ես ուզում եմ ավելի մի փոքր հետ անդրադարձ ունենանք մեր ներքին քաղաքական իրավիճակին։ Մենք բոլորս կարծես թե ուզում ենք հեղափոխություն, որպեսզի փոփոխվեր կարգը, իշխանության եւ ավելի բարելավվեր Հայաստանը իր դիրքերն ու իր վիճակը։ Սակայն եկավ անփորձ մեկը, ով բերեց իր հետ ոչ դիվանագիտական հարաբերությունների արդյունքում պատերազմ։ Պատերազմին հաջորդեց նորից զիջումներ։ Հիմա մենք տեսնում ենք, որ նա եկեղեցու հետ եւս կարծես թե այդ կերպ է ուզում վարվել, բերել փոփոխություններ եւ արդյունքում բերել նորից մի անփորձ մեկի, որը եւս ծախողելու է։ Նրանք հետևություններ չեն անում։ Իհարկե չեն անում։ Նրանք ինչ հետևություններ անեն։ Նրանց խնդիրը քանդելն է, պառակտելն է։ Ինչ է նրա վրա քանդել, պետքա քանդել։ Հիմա հերթով քանդելով եկան, բանակը քանդեցին, կրթությունը քանդեցին, առողջապահությունը քանդեցին, ամբողջ երկիրը տարբեր տեսակի վարակների մեջ է, ոչ մի խնդիր չկա, չեն խոսում այդ մասին։ Դպրոցներից բռնած, մանկապարտեզներից դուրս եկած վարակները տարածված է։ Ոչինչ չեն անում, չեն զբաղվում, ընդհակառակ, ինչքան շատ հիվանդանան, այնքան լավ է իրենց համար։ Այդ տրամաբանությամբ են։ Հիմա տնտեսությունը խայտառակ վիճակում է, ոչ մի ներդրում չկա։ Ով կգա ներդրում կանի մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ։ Սա ակնհայտ փաստ է։ Ակնհայտ փաստ է, քաղբանտարկյալներ, սրբազաններ են ձերբակալված աշխարհի թիվ 1 քրիստոնյա երկրում։ Սա ցուցիչ է բոլոր քրիստոնյա երկրներին եւ հատկապես նորից շեշտում եմ այն կարևորագույն երկրների, որոնք դա արժևորում են եւ իրենց քաղաքական ծրագրերում այդ մասին խոսում են։ Ես այն երկուսի հետ կապված եվրոպական եւ ամերիկյան թևերի հետ կապված մոտավորապես պատկերացնում ինչի չեն ակտիվ միջամտում, բայց չեմ հասկանում ռուսական կողմի, որ համարվում է քույր եկեղեցի շատ լավ հարաբերությունների մեջ, այսինքն վեհափառի վրա հարձակում է գործվել, հարձակվել են վեհափառի վրա։ Պարոն Ավետիսյան, ներքին քաղաքական ուզում եմ դարձ վերադառնանք ու հարցս ուղղեմ այսպես, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, հասարակական կառույցները այսօր ինչ դեր պիտի ունենան եւ ինչ պիտի անեն, իրենց անելիքը որը պետք է։ Լավագույն օգնությունը կլինի ոչ թե պատերի տակ կամ փողոցներում ասել, որ մենք վեհափառին աջակցում ենք ու ոչինչ չանել, պետք է անել մի բան։ Այն ինչ որ ուզում է հայ առաքելական եկեղեցին։ Պետք է միավորել բոլոր ուժերը, հավաքվել միտեղ, դարձնել մեկ բևեռ եւ այդ միասնական ընդունած որոշումները իրականացնել բոլորը միասին, բոլորս քաղաքական բոլոր ուժերը միասին։ Դա պետք է անել։ Ինչի որ մեր քաղաքական ուժը տարիներ աշխատում է եւ տանում է այդ գիծը, որ դա տենց լինի։ Գիտեք, լարմաս ծրագիրը հենց դրա մասին է։ Ամեն ինչ կա։ Հիմա նոր մարդիկ հայտնվում են դաշտում եւ ինչ-որ թեմաներ են խոսում, կիսատ պրատ, առանց ընդհանուր պատկերացումներ ունենալու։ Բայց դանդաղացնել պետք չէ, այս գործընթացի վերջում։ Նայեք, մենք ոնց որ խոսում ենք բարձրագույն մաթեմատիկայի մասին, սրանք եկել են թվաբանությունից են խոսում։ Ամեն ինչ կա, ամեն ինչ ստեղծված է, պետք է հավաքվել դրա մեջ։ Դա նորից եմ կրկնում, դա մերը չի, մեր սեփականը չի, մեր քաղաքական կուսակցությունը ունի մեր ծրագրերը, բայց մեր ծրագրերից բացի կա համազգային ծրագիր, որի տակ պետք է մտնել, պետք է ձևակերպել ու ձևավորել, դա կլինի ամենամեծ օգնությունը հայ առաքելական եկեղեցուն եւ հնարավորություն կտանք, որ մեր ազգային բոլոր ծրագրերը կարողանանք իրականացնել։ Եկեղեցու դերը քրիստոնեական գաղափարները տարածելն է եւ մեր միասնությունը ապահովելն է, նպաստել, որ այդ միասնությունը լինի։ Բոլոր նրանք, ովքեր պառակտում են մտցնում եկեղեցու մեջ, դրանք հայ ազգի թշնամիներն են։ Բոլոր նրանք, ովքեր հայ ազգի եկեղեցու մեջ, եկեղեցականներին իրար դեմ են հանում, նպաստում են դրանք էլ են թշնամի։ Հասկանում եք, այտենց չի կարա տենց լինի։ Մենք մի ազգ ենք, մենք պետք է կարողանանք իրար ներել, պետք է կարողանանք իրար սիրել, պետք է առաջնահերթը լինի լավ բաները տեսնելը, վատ բաները շատ կան, բայց չի կարելի մի հատ փոքր, այսպես ասենք, փոքր արժեք ունեցող վատ բանը բերել ու դարձնել մի հատ պատմություն, որ այն բոլոր լավ բաները փչացնել։
Այսինքն միշտ պետք է լավատես լինել եւ գնալ լավ գործողությունների հետևից։ Դա է ճիշտը, մեր պարագայում այդպես է, մենք այսքան ժամանակ որ մնացել ենք ասպարեզում, մեր եկեղեցին որ մնացել է այդ գաղափարը տանելով։ Այս մարդկանց առաջ քաշած գաղափարներով մենք մի տարի չենք գոյատևի որպես ազգ, որ կարողանանք ինչ-որ բան ասենք։ Մենք կդառնանք այս մեր հարևան ցեղերի պես մի հատ ցեղ ու կոչնչանանք դրանց մեջ, որովհետև նրանք թվականակով մեզնից շատ են։ Այսինքն մենք ունենք առավելություն, մենք բացառիկ ազգ ենք, մեր պես ազգ չկա։ Մենք միակն ենք։ Ինչ ուզում եք ասեք։ Ոչ թե մենք տարբեր ազգերից մեկն ենք, մենք միակն ենք։ Մենք միակ քրիստոնյա ազգն ենք այսօր, իրական քրիստոնյա։ Որովհետև եթե նրանք քրիստոնյա լինեին, հիմա վեհապարի կողքը կլինեին։ Այ Հռոմի Պապը ոչ թե գնար Էրդողանի հետ կհանդիպեր, այլ վազելով կգար կկայներ Էջմիածնում վեհապարի կողքը ու կասեր, որ ես եղբայրն եմ այս մարդու եւ քրիստոնեությանը չկպնեք մատով հանգարց։ Այդ կլներ ճիշտը, բայց ճիշտը ո՞րն է հիմա, երբ որ ցեղասպանի հետ գնում ձեռք են սեղմում։ Երբ որ մարդկանց վիզը կտրողներին դարձնում են դեմոկրատ, փողկապ են կապում ու ասում են, այս մարդը հիմա դեմոկրատ է։ Հասկանում եք ինչ է կատարվում աշխարհում։ Ցավոք սրտի մենք էլի առաջի գծում ենք։ Էլի հայերը առաջի գծում են, հայերով մաքրվելու այս աշխարհը։ Որովհետև նորից կրկնեմ, կաթոլիկ աշխարհը քանդվում է, որ եկեղեցիները փակվում են, որովհետև այցելու չունեն։ Մեր մոտ հակառակն է բացվում են, 8-ի տեղը 80-ից ավել են դառնում, մենակ Ռուսաստանում։ Մնացած տեղերը նայեք։ Տեսեք վեհարանը ոնց սարքեց, այդ վեհապար հայրապետն է, չէ՞ արի, բայց լավ բաները քիչ եք տեսնում որ։ Եթե լավ բաները անում են վատ բաները, փոքր վատ բաները պետքա մի կողմ դնել։ Որովհետև դրա մեջ է լավը ծնվում։ Հետո պահեք, տեսեք մեր վեհապարի պահվածքը, տեսեք եկեղեցու պահվածքը, ոնց է պահում իրան։ Իսկ ձեր պահվածքը ինչ է։ Մտնում եք հատ մարդիկ եք ընդեղից պոկում բերում ու այն մարդկանց, որոնք ժողովրդի մեջ խայտարակված են ու ժողովուրդը շատ լավ ճանաչում է դրանց։ Ինչ եք անում դուք։ Իբր ինչ եք անում։ Ձեր արածը ինչ է։ Այս քաղաքական ուժի մեջ մարդիկ կան, որոնք այնպես է ստացվում, որ ինչ որ տեղեր շփվում են բան, երբ որ խայտարակ ամոթալից վիճակի մեջ են, չգիտեն ինչ ասեն։ Ամոթ չի այդ պաշտոնները, որ զբաղացնում եք, որ չգիտեք ինչ խոսակ, մարդկանցից փախնում եք, ամոթ եք անում մարդկանց հետ խոսակ։ Հրի պարոն Ավետիսյան, մեր ժամանակը սպառվեց, հետևենք իրադարձությունների զարգացմանը, հուսանք, որ ի վերջո խելամտությունը պիտի որ հաղթի եւ հասկանան, որ այն գործընթացը, որը սկսել են, ոչ մի լավ տեղ չի տանելու, կկանգնեն։ Ամեն ինչ լավ է լինելու։ Բարի։ Իսկ դուք հարգելի հետևորդներ մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։